մի հետաքրքիր երևույթի մասին, որ կոչվում է արհեստական բանականություն։ Կարճ ԱԲ։ Ուզում եմ ձեզ հարց տամ, որպես եկեղեցի, որպես հավատացյալներ, Աստծուց է թե չէ։ Իմաստուն հայերը, որ միշտ ձեռնպահ են, սպասում են, ասում են տղա ջան, դե մի բան գիտես ասա, հերիքա մեզ տանջես։ Այս հարցով դանակն Աստծուց է։ Երեք երկու հոգի ասին չէ։ Դանակը Աստծուց է թե Աստծուց չի, ժողովուրդ, դանակը։ Ով է մտածում, որ մատնաքաշը ձեռով պիտի կտրես։ Պանիրն էլ։ Սիրելիներ, արհեստական բանականությունը գործիք է։ Նայածում ձերքինը արհեստական բանականությունը։ Վերջերս մի հատ վիդեո աչքս ընկավ, ասում է, եթե դու լսես մինչև 37-րդ րոպեն, հաստատ արհեստական բանականությունը կջնջես քո հեռախոսի մեջից։ Փորձեցի sense լսեմ, հպանցիկ, բայց մի բան հասկացա, որ ես այդ վիդեոն նայեցի։ Ու դնողին հենց էլ պետք էր, որ ես այդ վիդեոն նայեի, որ ինքը փող աշխատեր։ Սիրելիներ, արհեստական բանականությունը գործիք է։ Այդ գործիքը ձևավորվում է հենց տվյալ անհատականությամբ, որ օգտագործում է։ Ամեն մարդ ինքն է ձևավորում իր ձեռքի տակ եղած արհեստական բանականության գործիքը, օրինակ chat GPT, ինչ եմ հենց այս քարոզի շրջանակներում ասում սա, որ երբ է նորմալ, երբ որ մենք ենք տերը արհեստական բանականության, երբ որ աննորմալ, երբ որ ինքն է մեր տերը ու ինքն է առաջնորդում։ Մի բան էս հավատացյալին հարցնել, chat GPT-ին մի հատ հարցնենք, տեսնենք ինչ է։ Լսի, նա ունի դրական բաներ, ինչ որ ոնց որ համացանցում լիքը բաներ կա, որ մարդն է ստեղծել։ Իսկ մարդուն ով է այդ իմաստությունը տվել? Աստված։ Սիրելիներ, սատանան չի ստեղծել, սատանան որոշ ինչ որ բարի բաներ ստեղծելու հնարավորություն չունի։